Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանի ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներուն Արիստագեսի եւ Վրտանիսի, ինչպես նաեւ թորներուն Գրիգորիսի եւ Հուսիգի հիշադակը։ Ամեն շաբաթ ցեզի կընթերցեմ եկեղեցվո հայրերեն քրությունը։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ Գոստանտուբոլսո սկանչելի բադրիարքներեն Կարեկին եպիսկոպոս Դրաբիզոնի կամ Կարեկին եպիսկոպոս arczepiskopos Խաչատուրյանի աշխարհի լույսն ի հայս առաջին հադորեն այն գլուխը 5-րդ գլուխը Զորգխոսի Սուրբ Գրիգոր Լուսավորչի թորներուն Գրիգորիսի եւ Հուսիգի յանքին եւ նահատակության մասին։ Վերնակրված է այսպես երկվորյակ նահատակ հայրաբետներ Գրիգորիս եւ Հուսիկ Բարթևներ եկեղեցվո սյուներ։ Սիրելներ թշպախտ վաղճան ունեցան Սուրբ Գրիգոր Լուսավորչի թորները եւ ամեն հայ պետք է իմանա անոնց վարկապանության մասին։ Գարջ քրություններ են սիրելներ, գուզեմ որ գետրոնացած մտի գնեք եւ թուգալ ծեր զավակներուն, ծեր ընտանիքի անդամներուն բատմեք այս երկու մեծ սուրբերու մասին եւ ծեր զավակներն ալ, ծեր թորներն ալ, քալիք սերունդներն ալ իրենց անուններով գոչեք Գրիգորիս եւ Հուսիկ։ Կարեկին arczepiskopos-ը գսե Լուսավորչի ցերկով վերանորոգված հայաստանյաց եկեղեցին ժառանգած ու կորցածրած է առաջին օրեն իսկ արաքելական ծառայության ոգին։ Այդ արաքելություն եղած է ոչ միայն ներքին Հայաստանի սահմանները ներս, այլ նաև արտաքին սահմանամերձ երկիրներու մեջ։ Արտաքին արաքելության գլխավոր դաշտերն են եղած վրաց եւ աղվանից աշխարհները։ Հյուսիսային լեռնական ցեղերն ալ բոլորովին չեն զրկված այդ լուսադարած ծառայությունեն, ինչպես Քրիստոսը ասավ աշակերտներուն կացեք արքայության ավետարանը կարոզեցեք ամբողջ աշխարհին, հետևաբար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր թորները, իր զավակները եւ նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչով շատ գրոնավորներ կացին եւ սահմանամերձ վայրեր ու կարոզեցին Քրիստոսի ավետարանը։ Լուսավորչի մասնավոր հոգածության արդյունքն էր իր երկվորյակ թորներեն առաջինին Գրիգորիսի գաթողիկոսացումը վրաց եւ աղվանից զույգ աշխարհներուն վրա։ Առաջին Սուրբ Գրիգորիս Բարթև ընդիր անոթ։ Գրիգորիս, ինչպես իր եղբայրը Հուսիկ, ծնած է Գեսարիա 295 թվականին։ 16 տարեկան էր, երբ հորը եւ եղբորը հետ եկավ Հայաստան։ Իր նախնական գրթությունը ստացած էր Գեսարիա։ Ասոնք սիրելիներ Գրիգորիս եւ Հուսիկը Վրտանիսի զավակներն էին։ Արիստագեսը ամուսնացած չէր, գրծեր զավակներ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախ ինկատոյգոս եղավ, նահատակվեցավ եւ ապա սիրելիներ երեց որդին եղավ, հետեւաբար ասոնք երեց որդիներու զավակներն են։ Հայաստան դառնալով շարունակեց իր ուսումը դրտադի արքունիքին մեջ։ Ֆիզիկական գազմով գիհիշեցներ բաբը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իսկ հոգեգան հագամիտություններով առավելապես հորեղբայրը Արիստագեսը, որովհետև գուսագրոնությամբ ինքնալ իր կյանքը անցուց։ Բարեհասակ եւ հոգեշնոր ահա խդացումն իր ֆիզիկական եւ բարոյական նկարագրին։ Իր ուսման լուսախբյուրն էր աստվածգիտությունը։ Բալադի մեջ ուրթերևս հիմնվեցավ առաջին դպրոցը, քրոց ուսումն եղավ արտարև, Սուրբ Գիրքի ուսում եղավ երկվորյակ եղբայրներուն դաստիարակության լրացուցիչ դարերքը։ Այդ ուսման լծորտվեցան արաքինական կորձերը, որոնցմով փայլեցավ Լուսավորչի այս արժանավոր եւ անվանագից թորը։ Պատանեկան հասակի մեջ Գրիգորիս ընդգրկեց եկեղեցական ասպարեզը, ցերնադրվելով գուսագրոն քահանա։ Ապա հազիվ 25 տարեկան Լուսավորչի սկարկատությամբ եւ ցերկով բարձրացավ եպիսկոպոսական աստիճանին եւ նշանակվեցավ գաթողիկոս վրաց եւ աղվանից գոմերուն։ Բաշտոնին գլուխն անցնելով նվիրվեցավ երանթով արաքելական կորձին, շրջեցավ քաղաքի քաղաք, քարոզելով եւ ամեն կողմ եկեղեցիներ շինելով ու նորոգելով։ Իր արաքելական շրջանակը
գդարածվեր մինչև ադրբադական իր քարոզության առանցն էր քրիստոնեական հավատքի ճշմարտությունը անձնական հեղինակության հետ արյունի հմայքը իր ավետարանչական կորձը գդարցնեին խորաստեցիկ թե անձնական հեղինակությունն էր եւ թե քանի որ արյունակցական գաբ ուներ Սուպրիկոլ Սավորչի հետ հետեւաբար իր խոսքը ավելի աստեցիկ կդարձներ Գրիգորիսի բնավորությունները սկանչելի վարկը խստամբեր Բակ ու աղոտ ներշնչումի վճիտ աղբյուրներ էին իր մաքուր գենցաղին հսկումի եւ խոգումի ամբողջ գիշերներ գանցներ ան անդրադառնալով իր գոչումի բարդականությանց վրա աղոտկով եւ ծոմաբաությամբ իր կյանքը գանցներ գիտեր թե ինչ բանի համար նվիրված էր ծառայելու Քրիստոսի ավետարանի Ասոր մարտասեր էր բարին ամենալայն իմաստով Ասոր համար իր նվիրումը ժողովրդին հզոր էր ու անսահման իր ավետարանական ընթացքին եւ եկեղեցու վերագացության կորձի մեջ անթերի էր ան քաչալերող էր բարի կորձերու որոնց կարաչնորթեր բոլորը խոսքով եւ անցին օրինակով ինք հոգիով երացող հոգեվոր երանտ կարծարձեր ամենու մեջ մոդավորներուն եւ հերավորներուն հավասարապես խոր ու բարձր էր իր հավատքը թե իր ճշտոնի գիրարման մեջ եւ թե իր հաջողության վրա Գդրիչ մարդիկի նման գհրանքեր ինքզինք եւ կպատրաստեր ամեն փորձությանց եւ վիշտերու, որոնց թիմակալեր գադարյալ ինքնավստահությամբ։ Մեծ հաջույք էր իրեն եւ կյանքի պայման գրվիլ ճշմարիտ հավատքի համար։ Հիմա այսքան ժողովրդին մոտ մարդը ինչպես եղավ որ նահատակվեցավ։ Լսենք սիրելներ, բաժարի ինչ էր։ Գրիգորիս նվազ դժվարություններ ունեցավ բարեգարկելու վրաց եւ աղվանից աշխարհներու մեջ հիմնված եկեղեցները, ապա անցավ նաեւ մասկուտնելու լեռնասահմանը։ Մասկուտները սիրելներ հյուսիսային ցեղախումբեր էին, վայրենի։ Հոս առաջին անգամ հանդիպեցավ Սանեսան թագավորին մասկուտներու թագավորներ, որ իր փանակն էր զեդեղած Վադնյան թաշտին մեջ գասպիտ զովուն եզերքը։ Թագավորը զայն ընդունեց սիրով։ Ուրեմն այս մասկուտներու թագավորը Վանյան ընդունեց Սանեսան ներողություն Սանեսան թագավորը Գրիգորիսը ընդունեց մեծ բադիվով մեծ սիրով թույլ տվավ որ ան իր արաքելական ճշտոնը գդարե համարցակ սա ինչու է գածես քարոզության սա սուբ Գրիգորիս սա համարցակ քարոզ է ջանցեք զաստված այս էր առանցն իր քարոզության Սուբ Գրիգորիս ինչ կսեր ջանցեք զաստված եւ տեսեք ինչ կկարոզեր Առաջին բադեությամբ մանուկ հայրաբեդին խոսքերը կորձեցին խոր դպավորություն Թագավին ինք երդասարդ էր չմորնակ հետեւաբար խոր դպավորություն կորձեցին բոլորին վրա Թագավորն ու փանակը ցույց տվին համագերբություն հետո սակայն սկսան քննել ավետարանական սկզբունքները որոնք նորություններ էին իրենց համար ինչ էին նորություններ լսենք Եվ երբ իմացան թե Աստուծո աչքին ադելի են ավարարություն, հապշտակություն, ըսպանություն, ակահություն, այլազրգություն, ուրիշի իրավունք ուտելը եւ անոր ունեցածին աչք դնգելը, զայրացան։ Հաջելի էր իրենց համար ավետարանը լսել, բայց եւ որ լսեցին, որ Աստված թեմեր ոչրակորձության, ըսպանության, ավարարության, ուրիշները զրգելուն, հապշտակության, քողության իրենք զայրացան։ Լավ ըսին անոր իշխանները Եթե չհապշտակենք, չավերենք եւ ուրիշինը չառնենք, ինչո՞ւ պիտի ապրեցնենք զինվորներու այս բազմությունը։ Իզուր երդասարդ Գաթողիկոսը գճանար համոզել զիրենք թե անուղիղ միջոցները չեն որ գաբահովեն կյանքը, թե իրավունքի ապշտակությունը հագարակ է բարոյական սկզբունքներու, թե ամեն մարդ բարդավոր է վայելել միայն սեփական աշխատանքի արդար արդյունքը, թե քրիստոնեությունը արդարության գրոնքն է եւ այլն։ Փարփարոս խուժանը ոչ իսկ մդի գնել գուզեր Անոր զայրույթը քրքրողներն ալ քիչ չէին Այսպիսի խոսքերով գսեին անոնք իրարու անգուզե Գրիգորիսը գուզե արկիլել մեզ քաչությամբ ցերկբերելու մեր ապրուստ ապահովող որսը Եթե ագանջ տանգադոր ինչպես պիտի ապրենք քանի որ ցի հեծնելու սովորություն անգամ պետք է մոռնանք այսինքն գրիվ ընելն անգամ պետք է մոռնանք Զիմորականները նույնիսկ ուզեցին քաղաքական տակուն նպատակ մտցնել Գրիգորիսի առաքելության մեջ Սկսան ասել որ այս Գրիգորիսը Հայաստանին գոմե եկած է որպես լրդես որ մեզ դգարացնե
Եվ Հայաստանի թագավորը մեր վրա արձակի, նայեցեք ինչ կսեն։ Ասիկա հայոց թագավորի խորհուրդն է կխոսեին անոնք մեկ-մեկու։ Անգրգած է այս մարդը հոս, որբեսի այսպիսի կարոզություններով չթողու որ արշավենք ու ասպատագենք իր երգիրը։ Այս անհիմն գասկած առաջնորդեց զանոնք ոջիրի, որոշեցին սպանել Գրիգորիսը։ Եվ հիմա պիտի տեսնեք, թե ինչ սիրելիներ վայրակ ցևով սպանեցին Սուկրիկոլ Սավորչի թորնիկ Սուկրիկորիսը։ Սանեսան թակավոր ուրեմն մասկուտներու, որուն գաբը սրդակին չէր Հայաստանի հետ, չհագարագեցավ, այսինքն նախարարներ եւ որ սկսան քրքրել, Սանեսան թակավորը չհագարագեցավ անոնց, չսա որ չէ, ինչ կխոսիկ, այս մարդը լավ մարդ է։ Նույնիսկ Լրելյան ալ քաչալերեց դրված որոշումը, որ սպանեն Գրիգորիսը։ Զորքերը պերին գադաղի ցիմը, ուրեմն ցիմը պերին, որ գադղած էր, անոր ակիեն անոր գրունգեն գաբեցին ու գախեցին երդասարդ կաթողիկոսը Գրիգորիսը եւ արձակեցին ցին վերև հիշված վատնյան թաշտի մեջ։ Ուրեմն սիրելիներ թաշտի մեջ արձակեցին եւ կրնակ երևակայ գադաղացին գող կրդելով եւ աչ ցախ զարնելով Սուկրիկորիսը այդպես նահատակվեցավ։ Այսպիսի չարաչար մահով նահատակվեցավ լուսավորչի այս արաքինի թորը, որ քրիստոնեական գրոնի արաքյալներ հանդիսացած այս խույժտուժ ցեղերուն մեջ այնքան անվեհեր եւ ինքնամոռաց նվիրումով։ Սուրբին արյունատաթաղ մարմինը ամփոփվեցավ հայոց սահմանագից աղվանից հապանդ քավարի ամարազ գյուղի մեջ, այժմ Շուշիի վիճակ, ուր գտնվի Ամարաստու Սուկրիկորիսի վանքը։ Ամարասի մեջն է որ սիրելներ տաղվեցավ, որ այսօր թշպախտապար ազերիներուն ցերկն է եւ թշպախտապար ազերիները Սուկրիկորիսի քերեզմանը բղձեցին, քանթեցին։ Սանեսան օրմը պիտի վճարեր այս ոջիրը իր իսկ արյունով, որովհետև իրալ սիրելներ գլուխը պիտի գդրվեր պատերազմի ժամանակ։ Գրիգորիսի իշադակը գդոնախմբվի դարին 2 անգամ, առաջինը լուսավորչա որդվոց եւ թորանց հետ, որ այսօր է, եւ երկրորդը Սուրբ Խաչի 5-րդ գիրագին հաջորդող երկուշաբթի օրը իբրև քույտ նշարած Սրբույն Գրիգորիսի աղվանից Գաթողիկոսին։ Երկրորդ Սուրբ Հուսիկ Բարթև Քաչ Ասպարազեն Քրիստոսի։ Հուսիկ Վրտանեսի գրծեր որդիներ։ Ծնած էր Գեսարյո մեջ։ Ուրեմն Գրիգորիսի փոքր եղբայրներ։ Իր մանկություն ու բադանեգան առաջին շրջան անցուցած է այնտեղ Գեսարյո մեջ։ Իր եղբոր Գրիգորիսի հետ հոն է ստացած նաև իր նախնական գրթություն ու դաստիարակությունը։ 310-ին 15 տարեկան հորեղբոր Արիստագեսին եւ եղբոր հետ եկած է Հայաստան։ Ուրեմն հայրը Վրտանեսը, հորեղբայրը Արիստագեսը եւ եղբայրը Գրիգորիսը անոնց հետ Հայաստան եկած է։ Արքունի դան մեջ սնած եւ իր ուսումնական կյանքն է շարունակած։ Մասնավոր համագրանքն է շահած Դիրանի դրտատ թակավորի թորան, որ հասակագից էր լուսավորչի թորներուն։ Ուրեմն Դիրան թակավորը, որ դրտատ թակավորի թորնիկն էր, ինչպես որ Հուսիկը ինք Սուկրիկոլ լուսավորչի թորնիկն էր, Դիրան թակավորին համագրանքը սկիզբը շահեցավ։ Եվ Դիրան թակավորը ուզեց իր քույրը Խոսրովի թուղթը ամուսնացնել Հուսիկի հետ։ Խոսրովուհի այս եղած լալ գենթատրենք Խոսրով գոդագին աղջկան անունը, ուրեմն դրտատ թակավորին դղուն անունը Խոսրով էր, աղջիկ մոներ Խոսրովուհի եւ դղամուներ Դիրան։ Ուրեմն փոքրիկ քույրը Դիրանի ամասն չէր այս համագրանքին, ինքն ալ իր եղբոր նման գահամագրեր Հուսիկի եւ աչք դրած էր Հուսիկի վրա։ Հուսիկ սակայն անդարբեր էր, անհետամուտ էր միայն իր ուսման, իր հոր Վրտանեսի գաբը Արկունիկի հետ ավանդական էր։ Ձերունի թակավոր եւ հայրաբեդ դրտատ եւ Գրիգոր բաժարմը չունեին չքաչալերելու այսպիսի համագրանքը, որ չափալ մեկ գոմեն եղած լարային։ 20 տարեկան բարմանի մներ Հուսիկ, երբ քրեթե ագամա առանց ուզելու քրեթե ամուսնացավ Խոսրովուհին հետ։ Ոչ մեկ գերբով Հուսիկ պատրաստված էր այդ գենցաղին ոչ բնախոսական, ոչ ալ հոգեբանական հագումներով։ Իր ընտանեկան կյանքի առաջին իսկ օրերուն անունեցավ հոգեգան անօրինակ խրովքներ եւ սրդի ջմլումներ։ Ոչ անորամար որ գարհամարեր ամուսնությունը,
այլ որովհետև իր խառնվածքին եւ քաղաքապարականին հագարակ կգտներ բալադական բարքերն ու սովորությունները։ Հուսիգը սիրելներ ոչ թե չէր սիրել ամուսնությունը, այլ որովհետև բալադական այդ կյանքը իր կյանքին հետ հաշ չէր ընտանար։ Անչեր տեսներ նաև դիբար գինը իրեն բարդատրված հարսին մեջ, դժբախտաբար Խոսրովուհին դիբար գին չէր։ Հիմա գտեստեք իր մասին ինչեր գսվի։ Խոսրովուհի արտարև ոչ մեկ քիծ կրծեր էր ժառանգել, ոչ մեծ հոր դրտադի, ոչ մեծ մոր աշխենի եւ ոչ ալ հոր նգարակրեն։ Դիրանի եւ իր քրոջ կբաքսեր քրիստոնեական այն բարեբաշտիկ շունչը, որ իրենց հորինական բաբուն եւ մամունն էր եղած։ Իրենց մեծ հայրը, մեծ մայրը, դրտատ եւ աշխեն, իրենք հոգեվոր կյանք ունեին, բայց Դիրան եւ Խոսրովուհին չունեին այդ կյանքը։ Խոսրովուհի ոչինչ ուներ նաև իր բապ քրոջմեն, այսինքն դրտատ թակավորի քրոջմեն, Խոսրովի թուղթեն, որուն անունով էր հավանաբար մգրդված եւ Խոսրովուհի գոչված։ Դիրան ամեն բան գտիներ քաղաքական հայեցագետ է։ Անգսիրեր հուսիգի մեջ ալ դեսնել բալադական ավանդություններով սնած ու մշակված մարդը։ Թեր ոչ իսկ հաժարանք հաշտ աչքով չեր դիտեր եկեղեցին քերագշիր թիրն ու թերը քաղաքական իրադարձությանց մեջ անգամ։ Դագավին եւ որ թեր Դիրանը չեր եղած տակավոր, հաշտ աչքով չեր դիտեր որ եկեղեցին ինչու համար քաղաքական կյանքի մեջ այսպիսի զորեղ թեր բիդունենա։ Բավական հբար դերան, թույլ չտալու որ այդ պատահի նաեւ օրը երբ իշխանություն անցնի իր ցերկը։ Դարիներ դեպեց այս թրությունը։ Դիրան հաջորդած էր իր հոր Խոսրով Գոդագի 342-ին։ Հուսիգի եւ Դիրանի նկարակիրները բոլորովին հագոտնյա էին իրարու, հագարակ էին իրարու։ Անոնց նայվածն ալ գուղվեր դարբեր գեդերու։ Հուսիկ կնայեր լույսին, Դիրան քաոսին։ Խոսրովուի ամեն գերբով հարազատ քույրն էր իր եղբոր։ Ցուրտ մնաց միշտ Հուսիգի վերապերումը անոր հանդեպ։ Զղջումի եւ խղճահարության հայտնի նշաններ կմատնեին թարնություն իր սրտին։ Այս բոլորեն իր մեջ արտնցած էր դխուր նախասկացումը, որ հետս հետե գտարնար դանչող սևերամտածումը։ Գիտեր որ Հուսիկ, որ շատ դժբախտ բամը պիտի բադայի իրենց ընտանեկան կյանքին։ Իրեն քրեթե ըստույք կտվեր թե այս ամուսնությունը պիտի լար անիծափեր։ Այդպիսի ծարեմը Խոսրովուհին է այդ ծառ այսինքն որբիսին էր իր գինը գարելի չէր ակնկալել բարի բդուղ։ Ամբողջ դարիներ ան հոգեգան դվայդանքներով երևակայեց եւ դեսակը մարգարեական դեսողությամբ կուշագեց սև օրերը որ կսպասեին իրեն։ Խոսրովուհի գգրահեր ինչ որ գմրայլոդեր իր ամուսնին թեմքն ու սիրտը։ Հագագրությունը ի վերջո վարագեց նաեւ իր հոգին։ Հուսիգի ընտանեկան կյանքը այսպես հերու էր ըլլալե խաղաղ ու դիբար։ Դիրանի ուղագի հսկողության դակ այդ կյանքը խեղտող մտնոլորտ ուներ Հուսիգին համար։ Այդ թունավոր մտնոլորտի մեջ էր որ հասակ կքաշեին իր երկվորդյակները Բաբ եւ Աթանակին է։ Ուրեմն Հուսիգը երկու զավակներ ունեցավ Խոսրովուհին, Բաբը եւ Աթանակին են։ Լուսավորչյան դոհմի նկարակրի կիձերեն ոչինչ կտեսնվեր անոնց մեջ։ Այս երկու զավակներու մեջ Սուկրիկո լուսավորչի այդ դոհմեն հավատքեն փամը չեր երևեր։ Հնդագարակը իրենց ֆիզիկական աճումին հետ դագավանոն կցուցաբերեին հոգեգան եւ բարոյական այնպիսի հոժարություններ, ջաշակ եւ ախորժակ, որոնք ոչ մեկ կերպով գրնային փայփայել հոր երազներն ու ագգալությունները։ Անոնց մեջ չափազանց աշխարհիկ ոգիմը կսպառնալ փլցնել քեղեցիկ շենքը իր այդ երազներուն։ Այս երկու զավակներու մեջ աշխարհիկ յանքը ավելի խոր էր իրենց մորը դաստիարակության հետևանքով անշուշտ։ Բռնասպոսիկ սիրոմը իր զույգ ու միակ բդուղները գտարնային հետս իսկապես անբիդան։ Իր նախասկացումներ ու գասկածներ գարտարանային։ Անոնց մեջ կբացեր բացարձակապես ծառայության եւ նվիրումի ոգին։ Հուսիգի հոգին վրդոված էր միշտ այդ պատկերին առջև։ Արցունքը չէր տատրել իր աչքերեն։ Ամուսնական գաբը, եթե ոչ խզված ճշտոնապես, ցկտված էր իսկապես։ Մեգուսացած ցանկ դան մեջ իր հոգեգան խորուն խրովքը ծնունդ կուդար երազներու եւ դեսիլներու, որոնք իրենց կարգին կդարձնեին զայն ավելի դակնաբեցուցիչ։ Հուսիգը այդ բալադական կյանքի մեջ լքված էր։ Այսպես սիրելներ մեգուսացած կյանքով գաբրեր։ Այս անդանելի թրության մասամբ վերջ տվավ Խոսրովուի անագնգալը, եւ որ Խոսրովի մահացավ անագնգալորեն
այս անդանելի թրության վերջ կտավ։ Հուսիկ ազատած էր իր խիղճը ջնշող մղծավանչեն, նոր հույս մթեվդված էր իրեն, կխորեր թե մոր աստեցության չնչումը կուցե չափոմը գերբարանափոխեր դղոց գազմվելու վրա եղող նգարակիրը։ Իր դեսությունը ավելի հերուները գերտար, անգարելի չէր գտներ, որ անոնցմե հառաջ կար սերունդը բաբենական հատկանիշներով, այսինքն հավատքով լեցուն։ Սրդի այս գաթոքին իղծը թև գարներ աղոտներով եւ դեսիլիմը լույսը գծկերոր։ Քու զավակներդ պիտի ծնին այլ զավակներ, որոնք Հայաստան աշխարհի համար պիտի ըլլան աստվածային գիտության լուսադուներ եւ հոգեվոր իմաստության աղբյուրներ, այսպիսի դեսիլքը դեսած էր Հուսիկ։ Անոնք եկեղեցի սյուները պիտի ըլլան գսվեր դեսիլքի մեջ եւ գենաց փանին աստծո խոսքին մադագարարները, վասնզի ուսկից որ հիմնված է այդ եկեղեցին շինվածքը, անգից պիտի գտնե նաեւ իր ավարտը։ Այս էր եղած ամփարփար պատկամն այդ դեսիլին, որ աստվածային հայտնությամը բես լուսավորած ու մխիթարած էր զինք։ Ալխաղաղած էր Հուսիկի հոգին, լի հավատքով աբակայի նկատմամբ։ Խարխուլ դան փլադակներուն դագեն գահարներ իր հոգեշունչ խոգերով գերդված հերանագարն այդ աբակային։ Բայց դժբախտաբար հիմա պիտի տեսնենք Հուսիկի եւ Դիրանի միջև եղած հագատրությունները, լարվածությունը եւ Հուսիկի նահատակությունը։ Դիրան հաջորդած էր Խոսրովի 342-ին, ինչպես տեսանք։ Թափուր էր հայրաբեդական աթորը, ուրեմն եւ որ Դիրանը թակավոր եղավ, հայոց հայրաբեդությունը թափուր էր։ Վրտանեսի միակ արժանավոր հաջորդը կմնար Հուսիկ։ Դիրան, որքան ծրդացած էր իր քերայրեն, ով է քերայրը, Հուսիկն է, գճանչնար անոր արժանիքը, որքան բաղած էր անգե, բայց գիտեր, որ մեծ արժանիք ուներ Հուսիկը։ Ասկիտ զատ անչեր կրնար թեմ երթալ ժողովրդական փախցանքին, որ ի նպաստ էր միշտ լուսավորչյան դողմին, ժողովուրդն ալ գուզեր, որ լուսավորչի դողմեն մեկ անպայման գաթոյգոսլար։ Ոստի մեծ եւ գարձես ալավանտական դարձած հանդիսավորությամբ Դիրան հրավիրեց եւ բարձրացուց Բարտև Հուսիկը հայրաբեդական իշխանության։ Բարձրահասակ եւ արույիկ քեղադեսիլ ու աննման էր Հուսիկ իր ֆիզիկական գազմով։ Մաքուր ու վճիտ էր իր հոգիով։ Աշխարհային հաջույքները հերու քաչ սպարազենն էր ան Քրիստոսի, նման իր նահատակ եղբոր Գրիգորիսի։ Անաչար էր ամեն բանի մեջ, արդար էր եւ ամենուն հանդեպ։ Գեղձիկն ու վախը դեղ ու դուն չունեին իր սրտին եւ խոսքի մեջ։ Բալադը իր բոլոր հրաբույրներով չգրծավ եղձել ատամանտն իր հոգին։ Բալադը չգրծավ խապել իր հոգին։ Հոգեգան շնորներով օժտված եւ աստվածային գիտությամբ աղբերացած անձն էր այդ ատամանտն իր մեջ։ Լուսավորչյան նախնիկն էին, որ գվերաբրեին իրմով։ Հայրաբեդական պաշտոնը ալավելի խորացուց ու ցուրացուց միանգամայն իր այս փարույական հատկությունները։ Աստիճանին մեծաբայելչությունը լծորտված իր անձնական հմայքին, ձերական հանջարի հայրական միտքը գահայդապերեր անոր երդասարտի հասակին մեջ։ Քրիստոսյան լուծը քան թակավորական մեծությունը գտարնալ լծակն իր արաքինական գենցաղին եւ պատկերաստու հեղինակության։ Իրեն համար Քրիստոսի լուծը ավելի բարձր էր, քան թակավորական մեծությունը։ Հուսիկի, ինչպես նաեւ իր եղբոր Գրիգորիսի նկարագրի մեծության մեջ մշտատալար մնաց մանուկ հոգին, որով ջանցան զանոնք ժողովրդական սերն ու հարկանքը։ Որքան մեծան, սակայն սիրելներ բաշտոնեն չգուրցան, այլ մնացին մանուկ հոգիով։ Խիստ էր, սակայն եւ աններող իր նախանցախնդրությունը բարձրակույն բարոյականի վերաբերմամբ։ Ասկիտ զնունդ արավ իր անհաշտ ու հարցագողական ընթացքը բալադի եւ նախարարական դուներու ցուցադրած դքեղ փարկերուն սովորություներուն հանդեպ։ Ոչ ոքի գխնայեր իր հանդիմանական սլացները շեշտագի գուղվեին եւ թակավորին եւ նախարարներուն։ Սպառնալից էին հաջախ իր խոսքերը։ Ճշմարտության համար մինչև իմա մարդնչողմը անչեր անտուրժեր զեղծումներու եւ շեղումներու, բայցար ու անգաշար գիտակցություն անչեր ջգեր անողնահար հաջողագդարությամբ բալադական քաղաքագիտական խաղերու արչեւ։ Իր հավատքը պայմանագրականություն մչեր, ոչ ալ կարոզած ավիդարանը հարապոփող օրինակիրկը։ Երանից սիրելներ այսօր մեր հոգևոր առաջնորդները, գաթողիկոսները, առաջնորդները, եպիսկոպոսները ճիշտ այդն էին, որ դարբերություն չտնեին, խարազանեին, բախարագեին, հանդիմանեին, անշուշտ ապաշխարության հրավիրելու թիդումով, բոլոր այն pedagogan այրերը, նախարարները, հարուստները,
մարդիկը, որոնք Աստուծո ջամփեն գշեղին, բայց այդ ընելու համար պետք է Գրիգորիսի եւ Հուսիկի նման արաքինի ցանկով ապրի։ Դիրան եւ նախարարներ հերու էին ըմբռնել այսպիսի նրբաթաթ բծախնդրությունը անհատական եւ ընկերային փարոյականի մասին։ Թեև քրիստոնեացած, բայց անսիրելի եւ բոլորովին հրաժարելի չէին իրենց հեթանոսական փառքերեն, որոնք բնորոշ էին բարձր տասագարկի գենսաղը մանավանդ։ Այո, իրենք քրիստոնեացած էին, բայց սիրելիներ դակավին իրենց մեջ հեթանոսական փառքերը մեծ էին։ Հուսիկի համար աններելի էր, որ որևէ հաշտություն քրիստոնեության եւ հեթանոսության միջև։ Հայրաբեդի այս անջգուն գացքը ոչ միայն հաջելի չէր թակավորին, այլ նույնիսկ հետսեդե գտարդար անհանդուրժելի։ Դիրան սակայն ավելի համբերող էր եւ ինքն էր անշեղ իր ուղութենեն։ Չեր ժխտեր եկեղեցի կարևորությունը, նկատի առնելով անոր ժողովրդական հանգամանքը, բայց Հուսիկ գիտեր անոր հոգեական հագումները եւ գծաղգեր զանոնք առանց ագնարության։ Դիրանի համար բնավորությունը եւ Հուսիկի անթերթվելի նախանցախնդրությունը վերջինս առաջնորդեցին զայրահեղության։ Տեսա, որ Դիրանը այլևս Հուսիկը անհանդուրժելի մեկը դարձավ, հետևաբար զայրահեղության դիմեց։ Հուսիկ չափազանց զգացված տակավորի եւ իշխաններու հագաքրիստոնեական անսանց ընթացքեն չվարանեցավ դեսակը փանատրական վճիրով արկիլեր անոնց մուտքը եկեղեցիներս։ Ասավ չեք կրնալ եկեղեցի մտնել։ Ասիգա սակայն պիտի ունենար ողբերգական հետևանք։ Դոնական հանդիսավոր օրմներ։ Ձոպած փնապեղ Պերթի արքունական եկեղեցի մեջ դեղի ունենար ճշտամունք։ Հանդիսաբետներ Հուսիկ կաթողիկոս։ Դիրան թակավորը արհամարելով հայրապետական արկելքը իր նախարարներով եկած էր հոն եւ գուզեր մտնել եկեղեցի։ Հուսիկ լսելով իջավ եկեղեցի դրան արջև եւ փորձեց արկիլել անոնց մուտքը։ Արժանի չես, ինչու ես եկեր։ Մի կարներս գբորար զայրացած Դիրանի երեսնի վեր։ Այս հանդգնությունը արժեց իր կյանքը։ Դիրան չգրծավ զսպել իր գադաղությունը, հրամայեց ներս կաշել հայրապետը եկեղեցի մտցնել եւ բրաձեց ընել եկեղեցիի մեջ։ Քանակներով, դախտակներով ձեձել։ Հրամանը կործատրվեցավ։ Եկեղեցի պաշտոնյաները վերցուցին չարաչար խոշտանգված եւ գիսամեր վիճակի մեջ ցկված հայրապետը եւ դարին թանանաղյաց կավարի թորտան քյուղը։ Հազիվ քանի մորեր գրծավ ապրիլ Հուսիկ եւ ավանդեց իր բարի հոգին 347 թվականին։ Մարմինը թաղվեցավ իր բաբուն եւ հոր քերեզմաններուն հետ մոտ։ Հայ եկեղեցին դոների սուրբերու գարկը տասած է նաեւ Հուսիկ Բարտև հայրապետը լուսավորչի որդվոց եւ թորանց հիշադակին հետ։ Հիշադակն արդարոց օրտությամբ եղեցի ամեն։ Ավասիկ սիրելներ լսեցիք Սուկրիկոլ Սավորչի երկու թորներուն Գրիգորիսի եւ Հուսիկի ցանկի ցավալի բացմությունը։ Սակայն սիրելներ մեկ բան, որ անոնք Աստուծո աչքին մաքուր մնացին։ Անոնք իրենց հավատքեն չշեղեցան, իրենց ցանկը վրա դվին, բայց Քրիստոսի ավիդարանեն չշեղեցան։ Երանի թե այսօր մենք մակրամակուր սրբագենցաղ եկեղեցականներ ունենք, որոնք այսպիսի նախանցախնդրությամբ մեր ազգ առաջնորդեն թեպի Քրիստոս, թեպի հավիտենական փրկություն։ Աստված արթություն դա մեր ազգին, Աստված հոգևոր օրտնյալ մշակներ անե, Աստված հոգևոր կյանքով լեցուն pedagogan այրեր անե եւ մենք ազգովին սիրելներ մեր հայրերու հավատքով ընթանանք, որբեսի նաեւ Աստուծո ողորմության եւ օրհնության արժանանանք։ Կուզեմ սրտանց շնորհավորել բոլոր անոնք, որոնք գգրեն Վրտանես Արիստագես անունները ու հատկապես Գրիգորիս եւ Հուսիկ անունները իրենց անունով ապրին, թող իմանան իրենց անունի ուրեմն դիրոջ վարկապանությունը, որբեսի անոնց առաքինությամբ իրենքալ առաքինի կյանքով ապրին ու Աստուծո ողորմության եւ օրհնության արժանանան։ Աստված օգնական եւ բաղբան լա մեր ազգին եւ Աստված ցեզ արադաբես օրհնե։ Բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։